Տասնյակ տոննաներ կշռող կատերպիլլեր ինքնաթափեր, հսկա էքսկավատորները ենթարկվում են միայն համարձակ ու պատրաստված վարորդներին։ Լիդիան Արմենյան Ամուլսարի հանքավայրում արդյունահանման աշխատանքներին ներգրավել է միջազգային հեղինակավոր Mota Angel ընկերությանը։ Արդեն մի քանի ամիս է Mota Angel-ը ծանր տեխնիկա վարել է սովորեցնում մարդկանց։ Մենք տարվա սկզբից արդեն այստեղ ենք և կմնանք այնքան ժամանակ, որքան կարիքը կլինի, որպեսզի լավ վարորդներ պատրաստենք այստեղ։ Մեկ սխալ շարժում և տասնյակ տոննաներ կշռող այս մեքենաները դառնում են վտանգավոր վարորդի ու շինհրապարակի մյուս աշխատողների համար։ Հսկաների ղեկին նստելու իրավունք ստանում են նրանք, ովքեր ստացել են տեսական ու գործնական լուրջ գիտելիքներ։ Օպերատորը ստուգվում է թե ֆիզիկական, թե հոգեբանական տարբեր տեստեր է անցնում, հասկանում ենք ում հետ գործ ունենք, այնուհետև տեստերից հետո անցնում են սիմուլյատորի վրա տեստ, անցնում են դովեր տեստ։ Օրինակ, այս սիմուլյատորը սովորեցնում է վարորդներին ինքնաթափ վարել։ Իրական աշխատանքային պայմաններին շատ մոտ իրավիճակներ են ստեղծում թրեյներներն ու ստուգում ինչ են անելու վարորդները։ Այնտեղ, որտեղ աշխատում է ծանր տեխնիկա, սխալվելու տեղ չկա։ Այս սիմուլյատորը մեզ սովորեցնում է, որ հանքում աշխատելուց որ անվտանգ լինենք, անցնում ենք այդ դասընթացները ու մեզ շատ է օգնում, որտեվ հանքում կարա ամեն ինչ լինի, ուստի մենք պատրաստվում ենք, նախապատրաստվում ենք։ Լիդիան ընկերության նպատակն է Ամուլսարի մոտակա համայնքների բնակիչներին ներգրավել հանքարդյունաբերությունում։ Գնդեվազից, ջերմուկից, կեչուտից, սարավանից ու վայքից արդեն 32 մարդ է վերապատրաստվում։ Ընդհանուր ավելի քան 400 ծանր տեխնիկայի վարորդի պահանջ ունի ընկերությունը։ 32 աշխատակից ունենք հարակից համայնքներից, ովքեր որ արդեն ներգրաված են աշխատանքներում, եւս 60 հոգի վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Դասընթացների վերջում մարդիկ ստանում են լիցենզիա, որը նրանց իրավունք է տալիս աշխատել ցանկացած երկրում, կատերպիլլեր ֆիրմայի տեխնիկայով։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։